Ես երբեք չեմ մտածել, որ իմ արարքները երբևէ կարող են վնաս հասցնել իմ ընտանիքին կամ մարդկանց, ում ես սիրում էի։ Եվ հիմա ես կանգնած էի դրա եւ ավելի իրական հեռանկարի առաջ։ Ժամանակ ես գողանում էի դիլերներից, քանի որ կարծում էի, որ նրանք երբեք ոստիկանություն չէին կանչի։ Մենք սկսեցինք զանգեր ստանալ բոլորից, ում ճանաչում էինք, եւ նրանք վախեցած էին մեզանից, եւ մենք չգիտենք ինչի։ Զինված տարբեր տեսակի զենքերով մարդիկ ներխուժում էին մեր ծանոթների տուն եւ արթնացում նրանց գիշերվա կեսրին, որ իմանան որտեղ ենք։ Այս մարդիկ զինված էին եւ վտանգավոր, եւ նրանք ունեին այնքան փող եւ չեն վախենում այն ծախսել, որ իմանային ուր ենք եւ որտեղ է գտնվում իմ ընտանիքը։ Եվ ես փախնում էի։ Այն մարդում համար նրանք աշխատում էին, ավտովթարի էր ենթարկվել եւ մահացել էր, եւ մեզ տեղեկացրեցին, որ մենք արդեն ապահով ենք։ Ես սկսեցի խմել։ Ես ամաչում էի, թե նրանից ով եմ ես դառել, ես ամաչում էի ամեն ինչի համար, քանի որ ես գիտեի, որ ես ընդհանակ եմ, եւ ես ամաչում էի նրանից, ես ամաչում էի այն մարդուց, ով ես դառել էի, ես գիտեի ես ինչի էի ընդունակ եւ ինչ եմ արել իմ ամբողջ կյանքը։ Ես կարծում էի, որ թմրամոլը կամ քիուշ չունեցող մեկն է, ով ինչ որ բանի կարիք ունի եւ պետք է կախված լինի ինչ որ մեկից կամ ինչ որ բանից, որպեսզի լավ լինի։ Եվ դա ես չէի։ Ես մենակ էի։ Ես սկսեցի ինքնուրույն փորձել թարգելը, բայց դժվար էր։ Շատ ամիսներ անց ես գրեթե հրաժարվեցի, որտեղ կարծում էի, որ ես ընդունակ չեմ։ Այսպեսով ես գնացի եպիսկոպի մոտ եւ նա տվեց ինձ կախվածության վերականգնման ծրագրի ձեռնարկը։ Ես շատ բան սովորեցի, բայց նորից ես կարծում էի, որ դա կարող էի անել մենակ։ Ապա նա նշեց, որ կային խմբային հանդիպումներ, որտեղ իմ նման մարդիկ հավաքվում էին եւ կիսվում էին իրենց մարտահրավերներով։ Դա շատ դժվար էր նկարագրել։ Գալակտիկը։ Կարեկցանքը, սերը, ազնվությունը, խոնարհությունը, որը դու զգում ես, երբ մտնում ես խումբ։ Նրանք բոլորն էլ այս կամ այն չափով եղել են այնտեղ, որտեղ որ ես էի։ Այդպիսով ես նորմալ անցա առաջին 3 քայլերը ինքնուրույն եւ հասա 4-րդ քայլին։ Ես ոչ մի խնդիր չունեի նստել այնտեղ եւ թվարկել իմ թույլ տրված սխալները։ Բայց ես չգիտեի թե ինչ անել դրա հետ։ Բայց ես նորից անցնում եմ դրա միջով։ Բանավորը շատ տարբեր էր, քանի որ նրանք ընդգծում են ոչ միայն քո թույլ կողմերը, այլ նաև քո ուժեղ կողմերը։ Եվ դա դժվար էր, քանի որ ես չէի ուզում դա վտեսնել։ Ես ընդունեցի ու ճանաչեցի վատը։ 4-րդ քայլն օգնեց ինձ դա վտեսնել, որը միշտ կար, շատ լավ բան կար։ Դա պարզապես թաքնված ու թաղված էր նյութերի, սովորույթների եւ տարիների մեղքի ու ամոթի տակ։ Ես իմացա, որ իմ Աստծո կարիքն ունեմ։ Ես իմացա, որ ես իմ կողքին գտնվող եղբայրների ու քույրերի կարիքն ունեմ։ Եվ ամեն անգամ, երբ մտածում եմ, որ այն չի կարող ավելի լավանալ, այն լավանում է, այն շարունակում է լավանալ։